Հարգելի հայրենակիցներ, այսօր պարզ դարձավ, որ ռուսաստանյան երկու խոշորագույն մարքեթփլեյսերը, Wildberries-ը եւ Ozon-ը դադարեցնում են հայ առևտրական կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Ժամեր անց Նիկոլի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Թյուրի Մացությունը, ով խաչակնքվում է ցախ ցերկով եւ աչից ցախ, ել չասեմ մյուս ուրեմն զավեշտների մասին սրա հետ կապված գրառում է անում, որտեղ այս ամենի մեջ մեղադրում է երկու հայաստանյան ընդդիմադիր ուժերին։ Փաստորեն հարգելի հայրենակիցներ, ըստ Նիկոլի եւ նիկոլական ուրեմն նախարարի, իսկ ես համոզված եմ, որ այս գրառման հետևում հենց Նիկոլն է կանգնած, ուրեմն ռուսները անինքնասեր են։ Ասենք թե այդքան զրպարտություններ, այդքան վիրավորանքները, այդքան լուտանքները, որ Նիկոլի ուրեմն նախարարները, նիկոլականները թափում են ռուսների գլխին, ուրեմն ռուսները պետք է չվիրավորվեն։ Ասենք Նիկոլը գնում է Պուտինի հետ հանդիպման եւ լեզվին է տալիս, խոսում է դեմոկրատիայից, որը նույն ինքը ու իր շրջապատը հայաստանյան Նիկոլա ընտրազանգվածին ներկայացնում են որպես տեսակ Նիկոլը ինչպես տեղը դրեց Պուտինին ու այդ անասունությունը շարունակվում է մինչև հիմա։ Կամ նույն ռսաստրուկ արտահայտության օգտագործումը նիկոլական բավական ակտիվ զանգվածի կողմից սոցիալական ցանցերում։ Կամ անընդհատ ինչ-որ Նիժնի Տաբր, ինչ-որ Ռուսաստանի օլիգարխ իդեպ դա օգտագործվում է Նիկոլի կողմից որպես վիրավորանք եւ պիտակավորում։ Ասենք իրանք մտածում են, որ Նիկոլենք էլի, որ սա շատ նորմալ երևույթ է, իրենք ինչ ուզեն կասեն ռուսների ու Ռուսաստանի հասցեին, կծաղրեն Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասենք Նիկոլը, ով Ալիևի կոշիկներն է լիզում, Թուրքի ուրեմն դեմ կզած Նիկոլը, իրան երևակայում է, որ տեսակ ինչպես Պուտինին տեղը տրեցինք, հա, շատ ծիծաղելի էր։ Հարգելի հայրենակիցներ, ասենք պատկերացնում եք Հայաստանի վիճակը ինչ կլիներ, եթե նման վարքագիծ դրսևորեր Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե, ասենք, մենք նույն կախվածության մեջ լինենք ցավոք սրտի ԱՄՆ-ից, ինչպես հիմա կախվածության մեջ ենք Ռուսաստանից, ցավոք սրտի։ Օրինակ, համոզված եմ, եթե Պուտինի տեղը Թրամփը լիներ, Ռուսաստանի նախագահ, կդադարեցներ բոլոր ավիաչվերթները Հայաստանի հետ, կփակեր ցամաքային սահմանը Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստանի տարածքով մեկնող ուրեմն մեքենաների համար։ Մի 20 օրով կդադարեցներ ուրեմն տրանսֆերտների հոսքը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Ես ավելին ասեմ, նաև մի կես միլիոն հայ կշպրտեր դուրս հիմնականում Նիկոլապաշտ եւ նաև մեծահարուստ հայերից, ովքեր Ռուսաստանում բնակվելով Նիկոլ են կովերքում աճ ու ցախ, ու դա չեն էլ թաքցնում։ Այդ ժամանակ նոր ենթադրաբար շատ լավ կլինեին ռուսները։ Փաստորեն մենք տեսանք հետևյալ զավեշտը նիկոլականների կողմից։ Ռուսները անինքնասեր են, իրանք իրանց խերն ու շարը չգիտեն, իրանց պատիվն ու արժանապատվությունը չգիտեն։ Փաստորեն Հայաստանից պետք է ինչ-որ պատվերներ գնա Ռուսաստան, որ ռուսները կարգի հրավիրեն Նիկոլին։ Ես անկեղծ ասած հույս ունեմ, որ սա կապիկություն չէ ռուսների կողմից կազմակերպված, որ Նիկոլի վարկանիշը բարձրացվի եւ ինչպես 2020 թվականի նոյեմբերից հետո մի քանի անգամ Մոսկվան փրկել է Նիկոլի իշխանությունը, սա էլ Նիկոլին պահպանելու ձև չէ, այլ իրական քայլ էր հայ ժողովրդի թշնամի Նիկոլան Հողին կարգի հրավիրելու համար, ով թուրքի կոշիկ լիզելով փորձում է լեզու դարձնել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, սա շատ նորմալ ռեակցիա է պաշտոնական Մոսկվայի կողմից, որովհետև մի կմոռացեք, թե մեր երկրի ղեկավարը եւ նրան սպասարկողները ինչ վերաբերմունք ունեն նույն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։